Բարև ձեզ Arnews-ի եթերում մանրամասներն են։ Ամեն օր երկուշաբթիից ուրբաթ ծանոթացեք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին։ Ժամանակն է խոսել ոչ թե վերնագրերով կամ կարգախոսներով, այլ մանրամասներով։ Եվ այսպես դիտեք այս թողարկմանը։ Ամուսնալուծություն հայկական ձևով երեխաներին մեծացնում է մայրը։ Մենք դանձենք փոխանցենք։ Որտեղ է ավարտվում ծնողի հոգատարությունն ու սկսվում է պարտքը։ Մանցեկան 30,000 դրամ։ Մինչև օրես ոչ մի գումար չեմ ստացել։ Երեխաների հանդեպ ծնողների պատասխանատվության մանրամասներ։ Հայրական պարտք եւ իրավունք։ Ամուսնալուծությունից հետո Աննա Առաքելյանը դիմել է դատարան երկու երեխաներին մեծացնելու համար հորից գումար ստանալու համար։ Դա կոչվում է ալիմենտ։ Հենց այդտեղ էլ սկսվել են խնդիրները։ Պարզվել է, որ նախկին ամուսինը չունի աշխատանք եւ որևէ սեփականություն, հետեւաբար նաեւ չի կարող վճարել։ Մի պատմության հետքերով գնացել է Հովհաննես Պարաշյանը։ Ալիմենտ ստանալու համար անձը իրավունք ունի ցանկացած ժամանակ ալիմենտ բռնագանձելու մասին դիմում ներկայացնել դատարան։ Ամուսնալուծությունից հետո Աննա Առաքելյանն այդպես էլ արել էր, սակայն արդեն 4 տարի է նախկին ամուսնուց ոչ մի լումա չի ստացել։ Բազմիցս դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման բաժին։ Գործը առաջ չի գնում։ Ասում են ճնշում գործադրելու համար իրավական լծակ չունեն։ Պատճառաբանում են, որ ինքը սեփականատիրոջ իրավունք չունի, գույք չունի, ոչ մի բան չունի, որ մենք դանձենք, փոխանցենք։ Պետական չի աշխատում։ Օրենքն ասում է, ալիմենտի բռնագանձման հիմնական միջոցը պարտապանի աշխատավարձից կամ այլ եկամուտներից համապատասխան չափով պահումներ կատարելն է։ Աննայի խոսքով ամուսինը 2 ամիս աշխատել է պետական հիմնարկում, սակայն նույնիսկ այդ ժամանակ գումար չի ուղարկել։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պնդում է, թե վարչական լծակների միջոցով ստիպել է վճարել ալիմենտը եւ գումարը փոխանցվել է հաշվեհամարին։ 5 ամիս է անցել, սակայն հաշվեհամարին գումարը չի հասել։ Մանցեկան 30,000 դրամ։ Մինչև օրես ոչ մի գումար չեմ ստացել։ Պատճառաբանում է, որ կփոխանցեն, ինչ որ երևի թե հաշվեհամարի մեջ անճշտություն է եղել, բայց ոչ մենք դա ճշտեցինք, դա լրիվ ճիշտ է։ Օրերն անցնում են, ալիմենտի կուտակված պարտքն էլ մեծանում։ Աննան հաշվել է, ամուսինի իրեն պարտք է 1,750,000 դրամ։ Երբ այդ գումարը կվճարի, այս հարցին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը միայն մի պատասխան ունի։ Պիտի սպասենք, երբ որ պետական աշխատի կամ ինչ-որ գույք ձեռք բերի։ Երկու երեխաների մայրը մտահոգ է, որ չի կարողանա միայնակ մեծացնել իր երեխաներին, քանի որ օրենքը պահանջում է, որ բաժանված ամուսինն աշխատի ալիմենտ վճարելու համար։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը այս հարցում լուռ է։ Աննան մի բան հաստատ գիտի. ամուսինը չարամտորեն խուսափում է ալիմենտ վճարելուց։ Հովհաննես Պարաշյան, Լեոնիդ Սաֆրազյան, Arnews։ Հայերական պատասխանատվության թեմայով մանրամասները տաղավարում այսօր խոսելու ենք փաստաբան Մարիաննա Եղիազարյանի հետ։ Բարև ձեզ, Մարիաննա։ Աննան հաստատ միակ օրինակը չէ։ Շատ են նրա ճակատագրով ապրող կանայք։ Այո, շատ են, հարգելի Տաթև, եւ մեր հասարակության առջև ծառացած խնդիրներից, առաջնային խնդիրներից մեկն է այսօր, որովհետեւ այստեղ մենք խոսում ենք ոչ միայն ամուսնալուծված եւ բավարար ֆինանսական միջոցներ չունեցող կանոջ մասին, այլ նաեւ խոսում ենք հասարակ ապրուստավճարից զրկված երեխայի իրավունքների մասին։ Մենք սոցիալական երաշխիքներ չենք ստեղծում որպես սոցիալական պետություն, չենք ապահովում երեխային ամուսնալուծությունից հետո ունենալ հասարակ սնունդ։ Օրենքով հայրերը պարտադրված են վճարել որոշակի գումար։ Նախ ինչ գումարի մասին է խոսքը եւ արդյոք նրանք բարի կամքով են դա անում, ինչ մեխանիզմներ կան այդ գումարը վերցնելու համար եւ վերջապես եթե մարդը չունի աշխատանք, չունի սեփականություն, ինչ պահանջես նրանից։ Ընդհանրապես ալիմենտի իրավունք ունեն, եթե խոսում ենք միայն ծնողի կողմից վճարվող ալիմենտի մասին, հա, այսօր իրավունք ունեն ստանալու այն ծնողները, ովքեր որ խնամում են երեխային, այսինքն եւ հայրը ունի իրավունք, եթե նա է խնամակալը, եւ մայրը ունի։ Համապատասխան դեպքում, օրինակ Աննայի դեպքում, երբ որ մենք խոսում ենք, այստեղ խոսում ենք մոր ալիմենտ ստանալու իրավունքի մասին, այո։ Ուրեմն Աննայի դեպքում լսեցիք, որ նա ունի օրինական ուժ ստացած վճիռ, սակայն ունի նաև 1 միլիոնից ավել ՀՀ դրամ ստանալու
այժմ իրավունք, որը գործնականում չի կարողանում կիրառել։ Այսինքն դա այն շրջանի գումարն էր, ես որքան հասկացա, որը կուտակվել էր, երբ նախկին ամուսինը աշխատանք է ունեցել։ Երբ աշխատանք է ունեցել, այո, ներկայումս նա ունի 2 երեխա, մեկը 5 տարեկան, մյուսը 6։ Ուրեմն դատարանի կողմից սահմանվել է համապատասխան աշխատավարձից 50% պահում ալիմենտային պարտավորությունների կատարման համար, սակայն հիմա այսպես է ստացվում, մենք իրականում գիտենք, որ նա աշխատում է, բայց փաստացի աշխատում է, իսկ օրենքի տեսանկյունից, այսինքն այն հարցումները, որ արվում են ԴՀԿ ծառայության կողմից, սոցիալ-նախարարություն, պատասխանները ստացվում են այսպիսին, որ չի աշխատում։ Այս դեպքում նա կրկնակի օրենք է խախտում։ Կրկնակի օրենք է խախտում։ Եվ չգրանցված աշխատելով, եւ իսկ հնարավոր է որևէ կերպ բերել նրան, հա, օրենքի դաշտ, ինչպես ապացուցել, որ նա աշխատում է, հնարավոր է դա անել, թե ոչ։ Գործնականում դա հնարավոր չէ։ Գործնականում հնարավոր չէ։ Եվ գիտեք, ինչ որտեղ այս մայրերը, որ հիմա մնացել են առանց ալիմենտի, այստեղ նաեւ խնդիրը ստվերային բիզնեսն է։ Այսինքն մենք տեղափոխվում ենք երևի թե արդեն հարկային պարտավորությունների դաշտ, ոչ միայն ալիմենտների։ Ալիմենտի գումարը կազմում է աշխատավարձի 50%-ը։ Ալիմենտի գումարը տարբեր է կախված երեխաների քանակից։ Մեկ երեխայի դեպքում 1/4 մասը աշխատավարձի կամ այլ եկամուտի, կարող է նաև այլ եկամուտը լինել, ալիմենտի ստացման աղբյուր։ 2 երեխայի դեպքում 1/3-ը, 3 եւ ավելի երեխաների դեպքում 50%-ի չափով։ Մենք խոսում ենք հիմնականում երեխաները մնում են դատարանի վճիրներով, մնում են մայրերի մոտ, բայց կան տարբերակներ, երբ խնամքը հանձնվում է հայրերին եւ ինչ դեպքում է դատարանը կայացնում նման վճիր։ Հայրերին այո կան դեպքեր եւ ես նշեմ, որ վերջին տարիներին շատ է հայրերի կողմից այդ շահագրգռվածությունը, այո, երեխայի խնամքով զբաղվելու։ Եկեք հայրերին մի կողմից եկեք այսպես էլ նայենք հայրերի իրավունքների տեսանկյունից, հա։ Մեզ մոտ հայ կանայք, չգիտեմ ինչի, մտածում են նաև, որ երեխան իրենց սեփականությունն է ճակերտավոր։ Եվ որ իրենք են հանդիսանում առաջնային ծնողը։ Այսպիսի թեվավոր խոսք էլ կա տարածված, որ իրենց մեջ, այսինքն այդ տիպի կանանց մեջ, որ երեխան որբ է լինում մորից, ոչ թե հորից, ինչը շատ սխալ է։ Շատ սխալ է եւ երեխաների մասին կոնվենցիան արձանագրում է, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ երեխաների դաստիարակությանը մասնակցելու գործում եւ ավելին երեխան ունի իրավունք դաստիարակվելու եւ մեծանալու երկու ծնողների կողմից։ Այս ալիմենտի հետ կապված խնդիրներում ես առաջնայինը պետության կողմից տեսնում եմ անտեսվածություն երեխաների առումով, որովհետև եկեք ոչ թե կնոջ տեսանկյունից միայն նայենք, հա, նայենք նաև աճող օրգանիզմ, ուրիշ բան չեմ ասում ես տեսնում, թեկուզ նայենք ֆիզիոլոգիապես։ Ալիմենտ բառը ինքը իրավաբանության մեջ մտել է լատիներեն ալիման բառից, որը սնունդ է նշանակում։ Այսինքն ի սկզբանե առաջին անգամ երբ որ գործածվել է դա Իտալիայում, Հռոմում, որպես սնունդ է եղել եւ դա բարոյական նորմերով է կարգավորվել, այսինքն ծնողին ոչ ոք չի պարտավորեցրել, որ գնա վճարի, որ նա դա անի։ Բարոյապես նա արդեն դրդված է եղել հասարակության կողմից կաշկանդված լինելով, որ եթե չանի դա։ Իսկ գումարը նշանակություն ունի, մայրն աշխատում է թե ոչ։ Ունի, գումարն ունի դա նշանակություն, նաև ասեմ, որ նպաստների վրա է տարածվում ալիմենտը։ Օրինակ, գիտեք, այսպիսի մի հետաքրքիր տեսանկյուն էլ կա, այսինքն շատ հետաքրքիր հարաբերությունների խումբ կա, երբ որ ուրեմն երկու ամուսիններ իրար հետ ունեն խնդիրներ, անտեսվում է այստեղ երեխան եւ զուտ նրա համար, որ ինքը վատություն անի իր նախկին կնոջը, ինքը զրկում է երեխային ապուստավճարի հնարավորությունից։ Այդ գումարը չի փոխանցում։ Նույն Աննայի դեպքում է, երբ որ ես խոսում էի նրա ամուսնու եւ կեսրոջ հետ, նախկին ամուսնու եւ նախկին կեսրոջ, նրանք ասացին, որ ինքը իրեն լավ չի պահել, մենք իրեն գումար չունենք տալու։ Այդ դիրքորոշմանն են մարդիկ։ Դա արդեն իրավական հարթություն չէ։ Դա նշանակում է, որ նա խուսափում է իր օրենքով պարտադրված պարտավորությունները կատարելուց։ Այդ դեպքում կա արդյոք պատասխանատվություն այդ կարգի պատասխանների եւ նման հայրիկների դեպքում։ Եթե մենք խոսում ենք
թղթի վրա գոյություն ունեցող պատասխանատվությունից, ապա կան այդպիսի իրավական ակտեր, որոնք սահմանում են ինչ որ եզրույթներ, որ կարելի է օգտվել, բայց կոնկրետ հստակ օրենք, որը կնախատեսի քրեական պատասխանատվություն ալիմենտից խուսափելու համար, կոնկրետ այդպիսի հոդված մենք չունենք։ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, եվրոպական մի շարք պետություններ ունեն նման օրենքներ։ Եվ եթե ապացուցվում է փաստը, որ չարամտորեն ծնողը խուսափում է ալիմենտի վճարումից, ապա նրան ուղարկում են հարկադիր աշխատանքների։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում 120-ից 170 ժամ եւ կարող է լինել, եթե չարամտությունն է այստեղ ուղղակիորեն ապացուցվում է, կարող է մինչեւ 3 ամիս ազատազրկման դատապարտվել։ Ուղիղ աշխատանքային, այո, հաստատություններում։ Սեփական երեխաներին հարկադրաբար գումար հատկացնող հայրիկների վիճակագրությունը կազմել է Քրիստինա Գասպարյանը։ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2011 թվականին ծառայությունում ընթացք է տվել 966 կատարողական վարույթ, որից 892-ը ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման եւ 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։ 2012 թվականի 10 ամսվա վիճակագրությամբ 840 վարույթներից 781-ը ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 52-ը երեխաների տեսակցության կազմակերպման, 7-ը երեխաների հանձնման։ 2011 թվականի 10 ամսվա վիճակագրությամբ 794 վարույթներից 739 ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 50-ը երեխաների տեսակցության կազմակերպման եւ 7-ը երեխաների հանձնման։ ԴՀԿ-ն մեծ աշխատանք է կատարում իրականում, բայց արդյոք նաև օրենսդրական դաշտը բավարարում է բոլոր խնդիրները լուծելու համար։ ԴՀԿ-ն համամիտ է ինչ-որ առումով, որ մեծ աշխատանք է կատարում, բայց ես կուզենայի նաև նույն ԴՀԿ մասին օրենքին անդրադառնալ, որը նշում է, որ ԴՀԿ գործողությունները պետք է կատարվեն 2 ամսվա ընթացքում։ Եվ ալիմենտի գործով կոնկրետ ես կուզենայի անդրադառնալ պրակտիկորեն, եթե կատարողական թերթադատարանից հանձնվում է հարկադիր ծառայությանը, որ արդեն պետք է գործողությունները սկսվեն, դա կարող է տևել 3, 4, 5, 6 ամիս եւ ավել։ Այստեղ խոսում ենք երեխայի ամենօրյա սոված լինելու վտանգի մասին եւ իմ կարծիքով պետք է առաջնային ուշադրություն դարձվի այս հանգամանքի վրա եւ առաջնահերթությամբ կատարվեն ԴՀԿ հարկադիր գործողությունները։ Ալիմենտ վճարելու պարտադրանքը կարող է գործել միայն գրանցված ամուսնությունների եւ ամուսնալուծությունների դեպքում դատարանի վճռով, թե մանավանդ վերջերս շատ տարածված է եկեղեցով ամուսնությունը, եկեղեցին եւս տրամադրում է փաստաթուղթ, այն ունի իրավական որևէ ուժ։ Ոչ, եկեղեցու տրված փաստաթուղթը իրավական ուժ չունի, սակայն եթե ամուսնության մեջ չեն գտնվում, օրինական ամուսնության մեջ չեն գտնվում երեխայի ծնողները, սակայն ծնողը, որից հավակնություն կա ալիմենտ պահանջելու, ճանաչել է իր հայրական իրավունքը կամ մայրական իրավունքը, դե նայած թե ով կլինի խնամակալ, այդ դեպքում եւս դատարանով հնարավոր է ստանալ ալիմենտ։ Նույն ընթացակարգով։ Դա վերջին տարիների փոփոխությունն է, նախկինում մենք դա չունեինք։ Երբ ես հիշում եմ փոխվում էր ազգային ժողովում քաղաքացիական օրենսգիրքը, հիշում եմ, որ ելույթներ էին հնչում մոտավորապես հետևյալ ենթատեքստով. հարցնով է, որ 1 տարում տիրանա ամուսնու հոր եւ մոր տարիների կուտակած ունեցվածքին։ Եվ այսօր մենք ունենք հետևյալ պատկերը. հարսը 2 երեխաների հետ միասին հայտնվում է դրսում։ Այո։ Այս հարցին, եթե ի սկզբանե խոսեցինք բարոյական առումով շեշտը դնելով, հա, այդ բարձրացված հարցին, ես ասեմ, որ հարցը նախ եւ առաջ այդ տղայի երեխաների մայրն է։ Այս տեսանկյունից նայենք, ոչ միայն կինը։ Եվ մենք իրականում շատ ենք շփոթում այդ հասկացությունները, գիտեք, երբեմն երբ որ ամուսնալուծությունների դեպքով գալիս են ինձ մոտ, սրված հարաբերություններում նրանք մոռանում են, որ երկու այսպես ճակերտավոր պաշտոն ունեն, ամուսին են, բայց նաև հայր են, կամ կին է, բայց նաև մայր է։ Այսա շփոթվում է, իրենք միայն այդ դերն են տանում, որ միայն ամուսին է եւ միայն կին է, հասկանում եք, այստեղ տուժում է երեխան։ Եվ ինչ վերաբերում է այդ փոփոխություններին քաղաքացիական օրենսգրքի, ես ինչ որտեղ կողմ եմ նախկին գործող օրենքին, օրինակ 90-ականներին մենք ունեինք այսպիսի դրույթ, որ ամուսնալուծվելիս այն երեխայի ուրեմն այսպես պատկերացնենք, կնոջ տեսանկյունից պատկերացնենք, եթե ամուսնալուծվում է կինը ունի 2 երեխա եւ նախկինում բնակվում էր ամուսնու բնակարանում,
կամ ամուսնու եւ այդ բնակարանում նաեւ համասեփականներ էին հանդիսանում ամուսնու ծնողները։ Ամուսնալուծությունից հետո դատարանի կողմից ստանում էր 3 տարվա կտրվածքով նույն վարչական շրջանում կամ վարչական շրջանին մոտ նմանատիպ պայմաններ ունեցող բնակարանի վարձակալության գումար։ Եվ այդ գումարը փոխանցվում էր դեպոզիտարիա, որտեղից, ասենք, ամեն ամիս բարբերաբար վճարումները տալիս էին կամ փոխանցում էր համապատասխան բանկային հաշվի։ Գործող օրենքով բնակ մակերեսի հանդեպ արդեն երեխաները սեփականության իրավունք ունեն, թե ոչ։ Այսպես է, երեխաների մասին ՀՀ օրենքը միայն նախատեսում է այդպիսի մի դրույթ, համաձայն որի երեխան իրավունք ունի բնակվելու իր ազգականների տանը։ Բնակվելու, բայց ոչ բնակվելու եւ չէ, սեփականության մասին խոսք չի գնում, ընդհանրապես մինչեւ 18 տարեկան երեխան չի կարող ունենալ սեփականություն եւ նրա փոխարեն խնամակալ է նշանակվում այդ գույքի, ինչը մեր հայերի մոտ շատ մեծ վտավախություն է առաջացնում, այսինքն երբ որ իրենք ամուսնալուծվելիս երեխայի անունով ինչ-որ գույք են գրում, պարզ է որ խնամակալ դառնում է մայրը, դրանից վախենում են, բայց այստեղ ես կուզեի կոչ անել, որ վախենալու խնդիր չկա, կարող են նոտարով համապատասխան գրություն վերցնել, որ մինչեւ երեխայի չափահաս դառնալը ոչ մի գործարք խնամակալ իրավունք չունի կատարելու եւ ապահովեցնեն իրենց այսպեսով։ Մանրամասները նաեւ փոքրիկ հարցում է իրականացնել Երևանի փողոցներում ամուսնալուծված ընտանիքներում երեխայի հանդեպ հոր եւ մոր պարտավորությունների վերաբերյալ։ Այն մարդը, որ իր երեխային ալիմենտ չի վճարում, նա հայր կոչվելու իրավունք չունի առաջինը, ու հեչ պետք էլ չի, թող այդ մաման իր երեխուն պահի առանց նրա ու թող չճանաչի դից պահի։ Տղամարդ նշանակություն չունի։ Չեն աշխատում, թե չեն ուզում ցույց տան։ Իրանց երեխաներին են տալիս, ուրիշ ոչ մեկին։ Ամեն դեպքում պետք է իրենց անել, որ չբաժանվեն։ Դե ալիմենտը երեխաներին է նախատեսած, երեխաների համար։ Երեխաները ինչով են մեղավոր։ Ինչ թվում է տղամարդը պիտի գտնի ելք։ Չաշխատելը ո՞րն է, եթե ուզեն ցանկություն է պետք։ Ոչ մի իրեն հարգող տղամարդ, իսկական հայ տղամարդը այդպես չպիտի վարվի։ Դե եթե տղամարդը չի աշխատում, էլ ինչ տղամարդ։ Պարտավորությունները պետք է լինեն հավասար, դա չի վիճարկում ոչ ոք, բայց գործնականում այդ հավասարությունը չկա։ Կարող է արդյոք նորաստեղծ ընտանիքը ինչ-որ կերպ ապահովագրել իրեն անցանկալի հետևանքներից հետագայում ամուսնալուծության պատճառով։ Այո, կարող է ապահովագրել ամուսնական պայմանագրով եւ կարող է օրինակի համար ինչ որ գույք առանձնացվել եւ ամուսնության պատրաստ երկու կողմերից։ Համապատասխան ինչ որ արժեքի գույք հնարավոր է նաեւ երկուսին էլ այդ գույքը նույն արժեքը ունենա, որպեսզի հավասարությունը պահպանվի։ Այդպիսի գույք առանձնացվի, որ ամուսնալուծությունից հետո եթե ստաբիլ կայուն եկամուտ չունենան, այդ գույքի վրա տարածվի երեխաների ալիմենտի գումարը։ Որպեսզի աննայի պատմությունը չկրկնվեր, որովհետև նրա ամուսինը չունի գույք։ Այդ դեպքում ինչ էր ապահովագրելու ըստ ամուսնական պայմանագրի, ինչ էր։ Նախկինում ունեցել է իր ամուսինը գույք, բայց հնարավոր է այդպիսի տարբերակ, որ ամուսինները դեռևս չունեն սեփականություն, չունեն որևէ բան, որ կարող են դնել պայմանագրի մեջ։ Հնարավոր է։ Հնարավոր է նաև այդպիսի։ Կարող են այդ ժամանակ էլ ասենք ամուսնության ընթացքում ամսական ֆիքսել, որ այսքան դրամ ինչ որ բանկային հաշվի փոխանցում, որը կմնա։ Ամեն ինչ հնարավոր է կազմակերպել, եթե մարդիկ համապատասխան իրավագիտակցություն ունենան ու քաղաքակիրթ մոտենան ամուսնության, ամուսնալուծության ու ալիմենտի վճարման։ Վերադառնանք նորից ալիմենտների չափին։ Արդյոք դա այն գումարն է, որով հնարավոր է պահել 2 երեխա, 3 երեխա հաշվի առնելով նաև մեր երկրում գործող աշխատավարձերը։ Գործնականում ոչ դա հնարավոր չէ, որովհետև հիմնականում դա տանվում է ամսական, ասենք 2 երեխայի համար 50-ից 70,000 դրամի սահմաններում։ Մենք գիտենք, որ սպառողական զամբյուղը մոտ 54,000 դրամ է, եւ այս պայմաններում պահել 2 երեխա, կարծում եմ, որ թվերը զուտ չեն համընկնում, ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Զուտ թվերի առումով տեսնում եք ինչ հակասություն կա։ Պարզ է, այսինքն ավելի լավ է նախ ամուսնանալուց առաջ, չնայած այդ դեպքում էլ զգացմունքները խլացնում են բանականությունը եւ ոչ միշտ է, որ ամուսնանալ պատրաստվող զույգերը համաձայնվում են ամուսնական դաշն կնքել, պայմանագիր կնքել, բայց երևի թե ժամանակի խնդիր է եւ արդեն գիտակցության։ Շնորհակալություն մանրամասներում այսօր իրավաբան Մարիաննա Եղիազարյանն էր։
Երբ ամուսինները դադարում են սիրել միմյանց, հասկանալ կարելի է, բայց կարող է արդյոք դրանից պակասել սերը սեփական երեխաների հանդեպ։ Հոգատարությունը փողով չես փոխարինի, եւ երեխային իսկապես սիրող հորը պետք չէ պարտադրել վճարել։ Նա ինքը սիրով կկրի ծնողի պարտականությունը։ Անբարեհույս հորը օրենքը պարտադրում է ալիմենտ վճարել, բայց երբ այդ տղամարդն անգործ է եւ երեխային փող չփոխանցելու համար դա լավագույն առիթն է, ուրեմն որ օրենքով ստիպես, որ գոնե սիրի սեփական մանկիկներին, չէ՞ որ սերն է, որ թելադրում է տարական հոգատարությունն ու պատասխանատվությունը։ Այսքանը դուք դիտում եք մանրամասները։ Մենք եթերում ենք ամեն օր երկուշաբթի ուրբաթ նույն ժամին եւ ցանկացած ժամի մեր կայքում arnews.tv.am կայքում հասանելի են բոլոր թողարկումները հաղորդումներ բաժնում։ Հետաքրքրեց հաղորդումը, ցանկանում եք մասնակցել, առաջարկել թեմաներ կամ եւս մեկ անգամ ճշտել տեսածն ու լսածը, մանրամասների համար զանգարել Arnews կամ այցելել մեր կայք։ Չէ՞ որ եթե չգիտենք մանրամասները, նշանակում է մեծ հաշվով չգիտենք ոչինչ։ Ցտեսություն։